Այսօր Հայաստանում գործում է 120 ավագ դպրոց, որոնց առջև ի սկզբանե նպատակ էր դրվել լուծել պատանիների մասնագիտական կողմնորոշման խնդիրը, պատրաստել նրանց բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանելուն, վերացնել կրկնուսուցիչների օգնության անհրաժեշտությունը։ Սակայն ավագ դպրոցների աշակերտներից շատերը շարունակում են օգտվել կրկնուսույց դասախոսների ծառայություններից։ Ավագ դպրոցում ընդունելության քննությունների համար պահպանում ենք անգլերեն, մաթեմատիկա, 75,000 դրամ ենք վճարում։ Ոլորտի փորձագետներն ասում են, ավագ դպրոցը որպես ինստիտուտ չի կայացել։ Եթե ինստիտուտը իր հիմնական նպատակին չի ծառայում, իսկ ըստ էության ավագ դպրոցը նրա համար է, որպեսզի պատրաստի սովորողին ապագա մասնագիտության ընտրությանը եւ մասնագիտական կյանքում մուտք ունենալու տվյալ դեպքում բուհի միջոցով։ Հիմա եւ եթե այս ինստիտուտը այդ խնդիրը չի լուծում կամ լուծում է ոչ համարժեք, ծնողները, ընտանիքները, սովորողները պետք է լուծումներ գտնեն։ Մյուս թերևս պատճառը միգուցե նաեւ այսպես ասած ավանդույթն է, որ մենք սովորել ենք, որ բուհին պատրաստվելու համար անպայման պետք է կրկնուսուցիչի դիմել։ Կրթության փորձագետ Ալեքսանդր Շագաֆյանի գնահատմամբ պատճառը պետության կողմից բավարար չափով թիրախային ներդրումների բացակայությունն է։ Փորձագետի խոսքով ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ թեև կրթության բնագավառի ֆինանսավորումը վերջին տարիներին աճել է, սակայն գումարի զգալի մասն ուղղվում է դպրոցական եւ նախադպրոցական ենթակառուցվածքների նորոգմանը, այլ ոչ թե բովանդակային խնդիրների լուծմանը։ Հաջորդ խնդիրը, որին բախվում են երիտասարդներն արդեն բարձրագույն ուսումնական հաստատություններում, սովորելու մեթոդների տարբերությունն է։ Ավագ դպրոցից եկած սովորողը արդեն բուհում, առաջին կուրսում, երկրորդ կուրսում բախվում է ինքնուրույն սովորելու աշխատանքի մի ծավալի, որին ըստ էության պատրաստ չի։ Այսինքն այն նախորդ 3 տարիներին, որ ինքը պետք է սովորեր այդպես աշխատել, սովոր լիներ, որ ինքը որոշակի աշխատանք ինքնուրույն պետք է անի, չի արել, հիմնականում արել է այն, ինչ արել է, կամ հիմնականում պատրաստվել է այդ քննություններին եւ գալիս է հասնում բուհ եւ այնտեղ արդեն բախվում է այսպես կոչված մշակութային այս խնդրին։ Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը, որը օրերս հանդիպում էր ունեցել ուսանողների հետ, նույնպես անարդյունավետ է համարում գործող մոդելը, նշում համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ։ Մենք համալսարանական կրթությունը ամբողջությամբ առաջարկելու ենք փոխել, որ մարդը երբ դպրոցը ավարտում է, գնում է բուհ, ինքը դառնա ինքնա կայացած, ինքնակերտած, այսինքն անգլերեն ասած self-made։ Օրինակ ասենք, ինչպես է ամերիկյան բուհական համակարգում։ Երբ ուզում է աշակերտը ընդունվել որևէ բուհ եւ որևէ մասնագիտությամբ, ինքը ինչ է անում։ Ինքը նախապես գնում է այդ մասնագիտությունը նկատի ունենալով պրակտիկա է անցնում, internship է, չէ՞, կոչում անցնում։ Օրինակ ուզում է բժիշկ դառնալ, պետք է գնա ինչ-որ լաբորատորիա գտնի, այդ լաբորատորիայում պետք է պրակտիկա անցնի։ Եվ կամած ինքը բերում է իրեն դարձնում է համալսարանի համար ընդունել։ Թաթոյանն առաջարկում է զարգացնել նաև միջին մասնագիտական կրթության համակարգը եւ անել այնպես, որ հանրապետությունում մշտապես լինեն բավարար թվով մասնագետներ։ Թեկուզ ֆինանսավորի կոնկրետ բնակավարներ, որ օրինակ ինձ պետք են, ասենք, փականագործներ։ Վերջ, ես ֆինանսավորում, դրա համար մենք նաև զարգացնելու ենք ոչ միայն բուհական համակարգը, նաև միջին մասնագիտական կրթությունը։ Շատ կարևոր այդ vocational education-ը կոչվում, այսինքն մենք դա պետք է զարգացնենք, որ մեր հասարակությունում բոլորը լինեն պիտանի, թե չէ այնպես աստվածվել, մի պահ եկավ բոլորը բարձրագույն կրթություն էին գնում ստանում, չէ՞։ Դա չենք ասում վատ բան է, թող գնան բոլորը ստանան, բայց մենք հենց ունենք ուրիշ այլ մասնագիտություններ, որ մեր պետությունը կարիք ունի դրա։ Կրթության փորձագետ Ալեքսանդր Շագաֆյանի դիտարկմամբ վերջին շրջանում միջին մասնագիտական կրթության հաստատություններ դիմելիության դրական դինամիկա կա, սակայն դժվար է ասել, գիտակցված ընտրությամբ են առաջնորդվում աշակերտները, թե ֆինանսական միջոցների սղությամբ կամ այլ հանգամանքներով։ Դա անում են այն պատճառով, որ իրոք այսպես ռացիոնալ ընտրություն են կատարել, որ այո, միջնակարգ կրթություն պետք է այսպես թե այնպես ստանամ եւ միաժամանակ մասնագիտություն ունենամ, թե դեռևս կա այն ժամանակին ունեցած ընկալումը, որ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորելը ավելի հեշտ է։ Շատ աշակերտներ էլ ուղղակի բաց են թողնում միջին մասնագիտական կրթության փուլն ու դուրս մնում հանրակրթական համակարգից։ Հաշվեկնիչ պալատի հրապարակումների համաձայն 2022 թվականին օրինակ հանրակրթության ոլորտում ընդգրկվածությունը կազմել է 82.8%։ Կրթության նախարար Ժաննա Անդրեասյանն էլ արձագանքելով հրապարակված թվերին հայտնել է, որ 2024-2025 ուսումնական տարում հանրակրթության մեջ ընդգրկվածությունը 90.5% է կազմել։
Բայց էլի, եթե նույնիսկ ընդունենք, որ ԿԳՄՍ թվերն են ավելի ստույգ, մոտավորապես ստացվում է 10% մենք հանրակրթությունից դուրս մնացած ունենք եւ հատկապես այս հիմնական դպրոցից ավագ դպրոցի անցման շրջանն է, որ համարվում է ավելի ռիսկային, հատկապես ավագ դպրոցից դուրս մնալու պատճառներից մեկը կամ գլխավորը սոցիալական պատճառն է, սկսած աղքատությունը, վերջացրած այն, որ սովորողները նախընտրում են այդ տարիներին աշխատել։ Շուրջ 15 տարի առաջ ներդրված ավագ դպրոցի մոդելը փաստորեն չի կայացել։ Եթե այն բովանդակային փոփոխությունների չի ենթարկվել ու գուցե ճիշտ կլինի ընդհանրապես հրաժարվել դրանից։